Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է շարունակում Եղեցի լույս հոգևոր հաղորդաշարը։ Այսօր հաղորդաշարը ինչպես միշտ ուղիղ եթերում է եւ ինչպես միշտ այսօր էլ կարող եք մասնակցել մեր հաղորդմանը հեռաձայնելով 23413 եւ 30543 հեռախոսահամարներով։ Այսօր էլ գործում է ուղիղ հեռախոսակապից բացի գործում է նաեւ ինտերնետային փոստը, որի միջոցով կարող եք հղել նաեւ ձեր նամակները, դիտողությունները, հարցերը։ Հիշեցնեմ մեր էլեկտրոնային հասցեն y.lույս@am։ Բարեկամներ, այսօր էլ մեր տաղավարում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապահյանը, որն էլ հանդիսանում է մեր հաղորդման հովանավորը։ Աստված օգնական սրբազան հայր։ Աստված պահապան։ Հաղորդումը ինչպես միշտ սկսենք թեմական կյանքի անցուդարձով եւ թերևս այսօրվա նախ քվեարկության առիթներ, որ այս քվեարկությունը նախ հետաքրքիր է թե ինչպես դուք ընդունեցիք սահմանադրական բարեփոխումների ձեր կարծիքը։ Դե հանրաքվեն, այո, արդեն տեղամասերը փակվել են, բայց արդյունքները դեռ հայտնի չեն, արդյունքները կլինեն, կիմանանք։ Չէ, ինձ հետաքրքրում է բարեփոխումների մասին ձեր կարծիքը, դուք ինչպես եք վերաբերվում։ Հիմա որ արդեն անցած էտապ է, այսպես ասած ընտրությունը, կարող եմ ավելի ազատ արտահայտվել, որովհետև հանրաքվեից առաջ չէի ուզում արտահայտվել այդ իմաստով, որ այս կամ այն բլոկի կողմնակից չհամարվենք։ Ես խորապես համոզված եմ, որ հարցը սահմանադրության մեջ չէ, լավ լինելու կամ վատ լինելու մեջ չէ, այլ սահմանադրությունը հարգելու մեջ է կայանում։ Հիմա մենք մեր կարճատև ոչ այնքան երկար կյանքի ընթացքում արսա 4-րդ սահմանադրությունն է, որ պիտի ունենանք։ Կարճ ժամանակին Ստալինյան սահմանադրությունը, հետո Բրեժնևյան սահմանադրությունը, հետո այս սահմանադրությունը, որ չգիտես ինչու հրշիական անունը տրվեց, եւ այսօրվա բարեփոխումները, որոնք եթե ընդունվեն, պետք է լինի փաստորեն 4-րդ մի տեսակ սահմանադրությունը։ Հիմա այս բոլոր սահմանադրություններն էլ իրենց խորքի մեջ վատը չէին, բայց հարգող չկար։ Ոչ հարգվել է Ստալինյան սահմանադրությունը, հենց իր Ստալինի եւ իր վարչակարգի կողմից չի հարգվել Բրեժնևյան սահմանադրությունը, հենց դարձյալ այդ վարչակարգի կողմից, այսինքն ձևի համար էր։ Այս 10 տարիների ընթացքում տեսել ենք, որ չի հարգվել եւ չի հարգվում նաեւ այս սահմանադրությունը։ Եվ եթե այս ընդունված բարեփոխումներն էլ պարզապես չպիտի հարգվեն, այլ պիտի ուրիշի աչքին փոշի փչելու նպատակ հետապնդեն, այսինքն Եվրոպային խաբելու, զարմացնելու, ապա կողմնորոշելու նպատակ պիտի հետապնդեն, ապա դա որոշնչով մեզ օգտակար չի կարող լինել։ Այսինքն հարցը սահմանադրական բարեփոխումները թղթի վրա ունենալը չէ, այլ սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելն է։ Ինչը որ առ այսօր մենք չենք տեսել, բայց դա չի նշանակում, որ ինչ որ մենք հիմա ասում ենք, վերաբերում է այն ամենին, ինչ որ ասում էր, ասենք ընդդիմությունը։ Այդ իմաստով չէի ուզենա, որ իմ խոսքը ընդունվեր որպես ընդդիմության խոսք, այլ պարզ ասում եմ այն, ինչ որ պարտավոր եմ ասելու, այն որ սահմանադրությունը նախ եւ առաջ պետք է հարգել այն վիճակով, ինչ վիճակով որ կա։ Սրբազան հայր, այս սահմանադրության մեջ բարեփոխումների մեջ կար կետ, որը վերաբերում էր կրոնական շարժումների ազատությանը, մեջբերեմ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Այս կետը կոնկրետ մեր եկեղեցուն ինչ որ կերպ չի անհանգստացնում, բնավ չի անհանգստացնում եւ չպետք է անհանգստացնի։ Ինչու՞։ Որովհետեւ դա մարդկային ազատությունների ծիրի մեջ է եւ հայ եկեղեցին միշտ էլ մարդկային ազատությունները հարգող դիրքերում է։ Հետևաբար հայ եկեղեցին կողմ է, որբեսի մարդը իր հայրենիքում, իր երկրում, իր Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ լինի եւ ազատ կողմնորոշվելու իրավունք ունենա եւ իր հավատքը դավանելու իրավունք ունենա։ Ես միշտ էլ այդ մասին ասել եմ եւ հայ եկեղեցին երբեք իր առաքելությունը չի տեսնում այս երկրի միակ եկեղեցին դառնալու մեջ այն իմաստով, որ մյուս բոլոր արգելվեն։ Այո, հայ եկեղեցին նպատակ ունի լինելու հայ ժողովրդի միակ եկեղեցին, բայց միայն ազատ ընտրությամբ, ազատ համոզումով,
ազատ պատկանելությամբ եւ ոչ թե բռնի միջոցներով եւ ոչ թե բռնությամբ։ Հետևաբար, եթե որևէ մեկը կա այս երկրում, բնականաբար այս երկիրը միայն հայերից չի բաղկացած, այս երկրում կան նաեւ օտար քաղաքացիներ, այսինքն օտար ազգային պատկանելությամբ, եւ պարզ է, որ այդ ազգային ուրիշ պատկանելություն ունեցող ազգերը պետք է ունենան իրենց կրոնական դավանության ազատությունը եւ դա պիտի ամրագրվի սահմանադրության մեջ։ Եզդիները պետք է ունենան իրենց իրավունքները, ռուսները իրենց իրավունքները կրոնական իմաստով եւ մնացած բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է ունենան իրենց կրոնական ազատությունները եւ հայ ժողովրդի ծոցում էլ գոյություն ունեցող այն հարանբանությունները, որոնք կան եւ օրենքը չեն խախտում, այո, գործելու այն ազատությունը պիտի ունենան, ինչը որ օրենքով նախատեսված է։ Սա չի նշանակում, որ դրանով հայ եկեղեցին իրավազրկվում է։ Հայ եկեղեցին չի իրավազրկվում, հայ եկեղեցին մնում է հայ ժողովրդի միակ վավերական եկեղեցին, բայց միակ վավերական եկեղեցին ազատ պատկանելության հիման վրա, ոչ թե բռնությամբ եւ ոչ թե բռնի միջոցներով եւ ոչ թե օրենսդրական սահմանափակումներով։ Դրա համար ես այդտեղ որևէ վտանգավոր բան չեմ տեսնում, դա հիմնարար սկզբունք է եւ դա պետք է լինի, որովհետեւ բոլոր կրոնական խմբավորումները, որոնք օրենքի շրջանակում են գործում, այո, գործելու ազատություն իրենց սահմանների մեջ պետք է ունենան։ Դա մարդկային հիմնարար իրավունքների ձևազատություններից է, բայց անշուշտ հայ եկեղեցին պետք է ուզենա, ցանկանա, կամենա եւ իր առաքելությունը այնպես իրականացնի, որ այդ կրոնական խմբավորումներ կոչվածները հայ ժողովրդի ծոցի մեջ գոյություն չունենան, դարձյալ շեշտում եմ եւ դարձյալ կրկնում եմ, ազատ ընտրության հիման վրա։ Շնորհակալություն այս բարձրաբանման համար, Սրբազան հայր, ես գիտեմ, որ շատ քրիստոնյաներ վախենում էին այո քվեարկել միայն այս կետի պատճառով, որովհետև չգիտեին սրանով իրենք հաշտում են ճանապարհ այլ կրոնական ուղղությունների համար, թե ոչ։ Սարսափել պետք չէ, վախենալ պետք չէ։ Մեր ժողովուրդը չգիտեմ ինչու այսպիսի բաներից շատ ահաբեկվում է, ահաբեկվելու ոչ մի խնդիր չկա։ Ոչ մեկը չի ստիպելու ձեզ դավանափոխ լինել։ Մի եղեք դավանափոխ, բայց չպետք է նաև դավանափոխ չլինելը, չպետք է փագի նաև ուրիշի հնարավորությունը, այսինքն դավանափոխ լինելու տեսական հնարավորությունը պետք է ապահովել։ Եվ այդ ապահովումը պետք է սահմանադրությամբ ամրագրված լինի, ինչը որ ասում եմ եւ որ արտահայտվեցի, ինչը որ նույնիսկ ստալինյան սահմանադրության մեջ կար խղճի ազատություն, որը չէր հարգվում։ Բրեժնևյան սահմանադրության մեջ կար, չէր հարգվում։ Մի քանի ժամ հետո այսինքն ամեն դեպքում մեր ժողովուրդը այո թե ոչ ասել է սահմանադրությանը, դա կերև է, բայց կարևորը ունեցած սահմանադրությունը հարգելն է։ Սրբազան հայր, թեմական կյանքում տեղի ունեցած այս երկու շաբաթների ընթացքում իրադարձությունների մասին խնդրեմ ամփոփ ասել, մենք արդեն ունենք մեկ հեռախոսազանգ, որը սպասում է մեզ։ Շինարարությունները շարունակվում են ինչ որ կար արդեն։ Այս երկու շաբաթվա ընթացքում կարևոր ասենք Բարձրաշեն գյուղում եկեղեցին, որ նորոգության ընթացքի մեջ էր համագյուղացիներից որոշ այն բնակիչների կողմից, որ ովքեր դրսում են ապրում եւ այսօր իրենց գյուղի եկեղեցին են նորոգում, այդ եկեղեցու խաչը օձեցինք եւ տեղադրեցինք անցած շաբաթ օր։ Այս կիրակի էլ հայրենյաց գյուղ այցելեցինք հովվական այցով, պատարակ մատուցեցինք, ժողովրդի հետ եղանք, քարոզ խոսեցինք, անշուշտ դա կապ չուներ այսօրվա ուրեմն հանրաքվեի հետ, մեզ համար առավելագույնն այն էր, որ կիրակի էր, տերունական օր է այսօր, քան թե հանրաքվե, նախ Աստծուն, հետո կայսրինը կայսեր։ Իսկ ինչպես էր մասնակցությունը ժողովրդի։ Ժողովրդի մասնակցությունը լավ էր, պետք է ասեմ, որ բավարար էր, այսինքն գրեթե գյուղի մեծամասնությունը ներկա էր պատարակին։ Անշուշտ ինչպես ամենտեղ ավելի շատ կանայք են ակտիվ, տղամարդիկ ավելի այսպես մտնել ելնելու կողմնակից են։ Լսելու ունակ չեն տղամարդիկ մեր ժողովրդի մեջ, լսելու ոչ մի ցանկություն չունեն, բայց խոսելու անսպար ցանկություն ունեն։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ մեր հաղորդման ընթացքում, որը կտևի 40 րոպե, կարող եք հղել ձեր հարցերը 23413 եւ 30543 հեռախոսահամարներով։ Եվ այս պահին մենք ունենք հեռախոսազանգ։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Աստվածօգնական Սրբազան հայր։ Ես կուզենայի, որ ամեն կիրակի լիներ այս հաղորդումները, շատ օգտակար են մեր ժողովրդի։
Ես կուզեի հարցը ցղեի։ Ես կուզեմ իմանալ Սուրբ Երաժշտության մասին ավելի մի քիչ մանրամասը։ Շնորհակալություն։ Նախ ամեն կիրակի հնարավոր է եւ հնարավոր չի, հնարավոր չէ զուտ նաեւ նյութական խնդիրների պատճառով եւ նաեւ ֆիզիկապես, բայց եւ նաեւ պետք է հաշվի առնել այս հարցը մի անգամ էլ հնչել այն, որ երկու շաբաթ դա օպտիմալ է, որովհետեւ ամեն շաբաթը մի տեսակ կարող է եւ ձանձրացնել։ Դրա համար այս 6 տարի է շարունակ երկշաբաթի այս փուլականությունը պահպանվում է եւ կարծում եմ սա լավագույնն է։ Ինչ վերաբերում է Սուրբ Երրորդությանը, սա պարտագույն աստվածաբանական հարցն է, եւ որը պետք է ասեմ մարդկային բանականության արդյունք չէ, այլ աստվածային հայտնության։ Ուրեմն մարդը իր բանականությամբ չէ, որ հասել է երրորդության գաղափարին կամ երրորդության ճանաչմանը, այլ Աստված հայտնվել է որպես այդպիսին Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, 3 անձինք եւ մի բնություն, 3-ը 1 եւ 1-ը 3 այս հարաբերության մեջ, որը անշուշտ մարդկային տրամաբանության մեջ տրամաբանությամբ հասկանալը դժվար է, բայց ինչպես կարելի է հասկանալ տիեզերքի անհունությունը, այս տիեզերքի անվերջությունը ստեղծող անսահմանափակ Աստծուն հնարավոր չէ սահմանել եւ ըմբռնել, միակ բանը, որ ըմբռնելի է եւ հասկանալի է, դա այն է, որ Աստված հայտնվել է որպես այդպիսին Սուրբ Երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Հայր, որը բոլորից վեր է, Որդի, որ բոլորի հետ է, եւ Սուրբ Հոգի, որ բոլորի մեջ է։ Եվ ուրեմն այս Սուրբ Երրորդությունը ուրեմն ամփոփում է ոչ տիեզերքը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի հարաբերությամբ եւ դրա համար 5 կտակարանում մենք տեսնում ենք Հորը, նոր կտակարանում տեսնում ենք Որդուն եւ նոր կտակարանից հետո այս 2000 տարվա եկեղեցու պատմության մեջ մենք տեսնում ենք Սուրբ Հոգուն։ Սրանք առանձին աստվածներ չեն։ Սրանք նույն Աստծո 3 դեմքերն են, որոնք կազմում են մեկ աստվածային բնությունը։ Եվ դա անշուշտ, ինչպես ասում եմ, մարդկային տրամաբանությամբ, հասկացողությամբ ըմբռնել այնքան էլ հեշտ չէ, անշուշտ բացատրություններ կան, աստվածաբանական բացատրություններ կան, մոդեցումներ կան, 2000 տարի քրիստոնեական դավանաբանությունը իրեն մեծավ մասամբ ցույց է տվել, հսկայական գրականություն է ստեղծված այս իմաստով, բայց պետք է ասեմ, որ այսինքն Սուրբ Երրորդությունը հասկանալու համար չէ, Սուրբ Երրորդությունը ըմբռնելու եւ ընդունելու համար է, որովհետեւ դա մարդկային մտքով հասած ճշմարտություն չէ, այլ աստվածային հայտնությամբ տրված ճշմարտություն է։ Աստված հայտնվել է որպես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, եւ մենք ընդունել ենք այդ հայտնությունը։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք դեռևս նախորդ հաղորդումների ընթացքում սկսել էինք հույս, հավատ եւ սեր թեմաները։ Եվ սեր թեմայի մասին դեռևս պետք է խոսեինք մեր նախորդ նոյեմբերի 13-ի հաղորդմանը, սակայն քանի որ մենք ունեինք շատ հեռախոսազանգեր, այս թեման տեղափոխեցինք այսօր։ Ուստի այսօր խոսելու ենք սիրո մասին, աստվածային սիրո մասին։ Սրբազան հայր, նախ այսպիսի հարց, ինչու է առավել համարվում հույսից ու հավատից սերը։ Որովհետև սերը դա Աստծո բնության կատարյալ դրսևորումն է։ Հույսը եւ հավատը մարդկային են, սերը աստվածային է։ Եվ սերն է, որ կապում է մեզ Աստծուն, որովհետև Աստված ինքը սեր է։ Եվ Աստված այնքան սիրեց աշխարհը, ասում է, չէ, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի որ հավատա նրան փրկվի։ Այսինքն զոհաբերության սեր է, ինքնանվիրումի սեր է։ Եվ աստվածային սերը այդ սերն է։ Հետևաբար այս սերը ամենաբարձրն է հույսից եւ հավատից, որովհետեւ դա աստվածային մղում է, աստվածային առաքինություն է եւ Աստծուն իրապես կապող առաքինություն է։ Դրա համար Պողոս առաքյալ ասում է. կարող եմ շատ բաներ իմանալ, լեզուներ խոսել, բայց եթե սեր չունենամ, ոչինչ եմ։ Կարող եմ հավատք ունենալ սարերը տեղաշարժելու չափ, բայց եթե սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ ուրեմն այդ սերը ամենաբարձրագույն առաքինությունն է։ Եվ սա բնականաբար խոսքը չի գնում այն սիրո մասին, որ այսօր շատերը հասկանում են, մարդկային ցանկություն, կիրք, որը պարփակվում է այս սեր հասկացողության տակ։ Դա այդ սերը չէ։ Աստվածային սերը, ինչպես ասացի, նվիրումի սերն է,
ինքնազոհաբերության սերն է, երբ որ մարդը իր կյանքը տալիս է, ամենաթանկ բանը, կյանքը պատրաստ է տալու նրա համար, ում որ սիրում է։ Այսօր մեծավ մասամբ սեր անվանում են այն, ինչ որ, ասենք, ցանկություն է եւ կիրք է։ Մարդը սիրում է մեկը մյուսին, իրար սիրում են, ամեն մեկը իր համար։ Բայց աստվածային սիրո հարցը այն է, որ ամեն մարդ սիրում է եւ Աստված սիրում է այդպես դիմացինի համար, հանուն դիմացինի։ Այս նվիրումի սերն է, որ ուրեմն բարձրացնում է մարդուն, հասցնում է աստվածային այդ առաքինության մագարտակին։ Դրանով էլ տարբերվում է եւ դրանով էլ ուրեմն ամենամեծն է սերը, որովհետեւ Քրիստոսի զոհաբերությունը խաչի վրա սիրո գերագույն արդահայտությունն է։ Ինչ որ մարդկությունը չի կրկնել առ այսօր։ Սերը անշուշտ նաև պարգև է, բնականաբար, երբ որ դու աստվածային հաղորդականության մեջ ես եւ Աստծո հետ կապի մեջ ես, բնականաբար այդ աստվածային սերը կարող է քո մեջ առադանալ։ Իսկ եթե դու փակվես, Աստծուց հեռանաս, բնականաբար այդ սերը կպագասի եւ իսպար կվերանա։ Սրբազան հայր, այս պահին մենք ունենք հեռախոսազանգ, ընդունենք, ապա կշարունակենք մեր զրույցը։ Ալո։ Ես հարց ունեմ, ուրեմն ուզում եմ Ալո։ Այո։ Լսում եք։ Այո։ Ուրեմն ես ուզում եմ իմանալ, թե ինչքան ժամանակ են տևելու եկեղեցու շինարարական հարդարումները ներքին։ Ես մի քիչ թեմայից շեղվեցի, բայց կներեք։ Շնորհակալություն։ Ոչինչ, խնդրեմ։ Ուրեմն շինարարական աշխատանքները պետք է տևեն 10 ամիս։ Ուրեմն հոկտեմբերին սկսվել են, հոկտեմբերի սկզբից սկսվել են, ուրեմն 10 ամիս, եթե հաշվենք, ուրեմն հուլիսի վերջին, օգոստոսի սկիզբ պետք է ավարտվեն։ Բնականաբար մեկ ամիս շուտ կամ մեկ ամիս ուշ դա խնդիր չէ, բայց ամենայն դեպս գրաֆիկը, այսպես ասած գրաֆիկը օրացուցային 10 ամիս է նախատեսում եկեղեցու վերանորոգության համար եւ բնականաբար մինչեւ մյուս աշուն մենք ունենալու ենք պայծառ գեղեցիկ վերանորոգված մեր առաջնորդանից Սուրբ Յոթվերկ Մայր եկեղեցին։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք, կարող եք մասնակցել մեր զրույցին 23413 305 43 հեռախոսահամարներով եւ շարունակում ենք մեր զրույցը սիրո մասին։ Սրբազան հայր, ձեր խոսքում ասացիք, որ սերը կարող է պարփակվել, այսինքն նվազել, հա, իմ խոսքերով ասեմ, եթե Աստծո հետ հարաբերություն չկա, բնականաբար կնվազի եւ կանվանենք սեր այն առարգայական, պրոզայիկ հասկացողություններ, ինչը որ այսօր սեր են անվանում։ Այսօր օրինակ հեռուստատեսությամբ դիտում ես այդ ամբողջ ձեր սերիալները, որ դիտում եք, երբեմն կամ հաջող բնականաբար, այնտեղ սիրո ոչ մի դրսևորում չկա, թեև ամբողջ սերիալը ծայրից ծայր խոսում է սիրո մասին, բայց այնտեղ սեր չկա, պարզապես կիրք, ցանկություն, շահ, ամեն ինչ կա բացի սիրուց, բայց այդ ամենը ներկայացում է որպես սեր։ Մեր 20-րդ դարի, 21-րդ դարի ուրեմն ծուռ ըմբռնողություններից մեկն է այս, որ սեր աստվածային հասկացողությունը, որի հիմքում, ասում եմ, նվիրվելու, զոհաբերվելու դիմացինի նրա այն էակի կամ այն մարդու կամ այն հասկացողության համար զոհվելու պատրաստ լինելը, ինչը որ սիրում ես, սա վերացել է եւ դարձել է ինքնակենտրոն, եսակենտրոն ինչ-որ մի հասկացողություն, երբ որ փնտրում ես քո սեփական կրկի բավարարությունը, սեփական ցանկությանդ բավարարությունը, սեփական շահադիտական նպատակիդ բավարարումը, սա բնականաբար սեր չէ եւ ոչ մի կապ չունի աստվածային սիրո հետ։ Հետևաբար, եթե աստվածային այս կապը քո մեջ բացակայում է, աստվածային սիրո հասկացողությունը քո մեջ բացակայում է, բնականաբար քո մեջ այդ աստվածային սերը կնվազի, կսպառվի, կվերանա եւ տեղը կմնա այս առօրեական ցանկություններն ու կրքերը, որոնք երբեմն ինքնախապեյությամբ կարող է սեր անվանել։ Սրբազան հայր, ինչպես ջերմացնել կամ աշտնացնել սեր առ Աստված։ Եթե մեկը ժամանակին ունեցել է մեծ սեր առ Աստված ու հիմա չի զգում իր մեջ այդ սերը, սիրո դրսևորում, ինչպես կարող է աշտնացնել մեծ սեր ունենալ առ Աստված։ Այսինքն սիրով է, չէ՞ որ պահում է պատվիրանները, սիրով է որ հաճախում է եկեղեցի ու հիմա զգում է որ նվազել է, չկա իր մեջ այդ սերը, այդ ձգտումը, ինչպես կարող է աշտնացնել։ Ուրեմն իր մեջ սերը առ Աստված եղել է շահադիտական, եղել է ցանկասիրական, եղել է առևտրային, եղել է մարդկային եւ ոչ թե աստվածային։ Ես ասում եմ, սերը երբեք չի նվազում։ Պողոս Արաքյալը հոյակապ է բացատրում սերը երբեք չի հանդգնում, երբեք չի նվազում, երբեք չի գոռոզանում, երբեք չի ամբարտավանում, սերը երբեք չի հանգում,
Սերը միշտ առադանում է, եթե իրոք սեր է։ Հիմա եթե սերը առաստված նվազել է, սա նշանակում է, որ եղել է դա ինքնակենտրոն սեր, եսակենտրոն սեր, այսինքն ես սիրում եմ Աստծուն, ինչ-որ մի բան ստանալու նրանից։ Եթե չեմ ստանում դա, ուրեմն այլևս չեմ սիրում։ Այսպիսի սեր է լինում, երբ որ պակասում է։ Այդպիսի սեր չի կարող լինել։ Սերը պիտի լինի բացարձակ կերպով նվիրումի սեր։ Երբ որ 5 դագարանը կարդում ենք, Աստվածաշունչը կարդում ենք, ինչպիսին է Աստծո սերը մարդկության հանդեպ։ Մարդը միշտ մեղք է գործում, մարդը միշտ հեռանում է Աստծուց, մարդը միշտ Աստծո դեմ է մեղանչում, բայց Աստված շարունակում է սիրել մարդուն։ Եվ այնքան սիրեց, որ այդ մեղավոր մարդկության համար իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի խաչ բարձրանա։ Եթե մարդկային իմաստով չափեինք եւ մարդկային մոդեցումով մոդենայինք, Աստված պիտի ընդհանրապես խռովեր, ինչպես մենք ենք խռովում միմյանցից, պիտի երես թեքեր մեզանից եւ պիտի ասեր ձեր արյունը ձեր գլուխը, բայց իր միածին որդուն խաչի վրա մատնեց, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Սա է սերը։ Եվ սերը առաստված, եթե այդ մղումը ունի ինքնանվիրումի, ինքնազոհաբերության եւ նույնիսկ բոլոր այն տառապանքները, որոնք այս աշխարհում գնում են մեր ուսերին, դա սիրով կրելու հասկացողություն ունի, դա չի կարող նվազել։ Ուրեմն, եթե սերը առաստված մարդու մոտ նվազել է, ուրեմն իր մեջ պետք է փնտրի պատճառը։ Ուրեմն ինքը շահադիտական առևտրային հոգեբանությամբ է մոդեցել այդ սիրուն, ինչպես մարդ հարաբերությամբ է միշտ մոդենում եւ ընդհանրապես այսօր մեր ընտանիքների քայքայման հիմնական պատճառը ոչ թե սոցիալական այս այն պատճառները, այդ սիրո բացակայությունն է, երբ որ մեկը մյուսին չի ուզում նվիրվել, այլ մեկը ուզում է, որ մյուսը իրեն ծառայի։ Եվ դրա համար ընտանիքը քայքայվում է։ Երբ որ ամուսինը եւ կինը երկուսն էլ փոխադարձաբար նվիրվում են միմյանց, այստեղ ընտանիքը չի կարող քայքայվել։ Բայց երբ որ ամուսինը սպասում է կնոջից ինչ-որ բան, կինը ամուսնուց, այստեղ արդեն ընտանիք չի կայանում։ Շնորհակալություն Սրբազան հայր, ստիպված ենք ընդհատել այս պահին մեր թեման, քանի որ ունենք հերթական հեռախոսազանգը։ Ալո։ Ալո։ Այո։ Աստվածօգնական Սրբազան հայր։ Աստված բաբան։ Սրբազան հայր, հարցը հետևյալն է։ Դպրոցներում դասավանդող կրոնի դասերին արդյոք դուք տեղյակ եք այդ դասերից եւ արդյոք վստահելի են այն ուսուցչուհիները կամ ուսուցիչները, որոնք դասավանդում են։ Միգուցե նրանց մեջ կան Եհովայի վկաներ կամ մորմոններ, որ դասավանդում են կրոնի դասեր։ Սա էր հարցը։ Շնորհակալություն։ Հետևում ենք արդյոք, ջանում ենք առավելագույնս հետևել։ Ջանում ենք առավելագույնս հետևել։ Ես շատ հաճախ եմ դպրոցներ այցելում, նամանավանդ գյուղական դպրոցները, եւ հետևում եմ եկեղեցու պատմության դասավանդումին։ Ասեմ, թե գոհեմ 100% ուսուցիչների կամ ուսուցչուհիների մագարտակից, չեմ կարող դա ասել բնականաբար, բայց մեղադրելի էլ չէ, որովհետև իրենք այդ հիմքը չունեն, այդ բազիսը չունեն, իրենք չեն անցել, իրենք չեն կրթվել, ընդամենը 1-2 շաբաթյա սեմինարներով կամ այդ գիրքը վերցնելով բնականաբար հայ եկեղեցու պատմության մասնագետ չդարձան, բայց տեղեր կան, որտեղ ասենք շատ տեսնում ես, որ իրոք մոդեցումը ճիշտ է, դրվածքը ճիշտ է, ցանկությունը ճիշտ է, դպրոցներ էլ կան, որտեղ իրոք այսինքն իմիջայլոց մոդեցում է, ինչ որ մեկին ինչ որ մի ժամեր տալու համար, ավելորդ ժամեր տալու համար, որպեսզի ավելորդ մի վաստակեն, դրա համար տրված իրողություններ էլ կան։ Բնականաբար մենք ամեն տեղ չենք կարող լիարժեք կերպով հսկել, բայց փորձում ենք հսկել։ Եվ որտեղ որ տեսնում ենք թերություններ, անմիջապես տեղյակ ենք պահում, եւ կրթության վարչությանը, եւ նաեւ տնօրենությանը, եւ նաեւ ուսուցիչ-ուսուցչուհուն, որպեսզի այն թերացումը կամ այն սխալը որ կա, սրբագրվի։ Բայց այստեղ շատ բան դեռ մնում է անելիք, բայց կարևորագույն մի բան արված է այն իմաստով, որ հայ եկեղեցու պատմությունը կրոնի այս առարգան մտել է դպրոց, սա մեծագույն նվաճում է այն իմաստով, որ ոչ մեկ երկրում այսօր եվրոպական այսպիսի դասավանդում չկա, ԱՊՀ երկրներում էլ ոչ մեկը այսպիսի խնդիր չունի, նույնիսկ վրացիները, որ այսօր շատ առաջ են գնացել այդ իմաստով, վրաց եկեղեցում տրված առանձնաշնորհումների, իրավունքների մեջ շատ առաջ են գնացել վրացիները ի տարբերություն մեզ, բայց վրաց եկեղեցին առ այսօր չի կարողացել մտնել դպրոց եւ այնտեղ կրոնի ուսուցում մտցնել։ Նույնը Ռուսաստանում
Դե Ռուսաստանն էլ արդեն իսկ բազմազգ եւ այսպես բազմակրոնի երկիր լինելով շատ ավելի դժվար է։ Այսինքն միակ, այսպես ասած, երկիրը, որտեղ իրոք մտած է կրոնի ուսուցումը հայ եկեղեցու պատմությունը, սա մենք ենք եւ սա մեծ ձեռքբերում է։ Բայց այստեղ թերություններ անշուշտ կան, որովհետեւ ուսուցիչները լավ պատրաստված չեն, ուսուցչուհիները լավ պատրաստված չեն եւ այլն։ Բայց որևէ կերպ ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ մի աղանդավոր ուսուցիչ-ուսուցչուհի եղած լինի կրոնի պատմության մեջ։ Եթե այդպիսի դեպքեր կան, անմիջապես պետք է մեզ տեղյակ պահվի, որովհետեւ մենք համարժեք գործողություն կատարենք եւ դրա իրավունքներ եւ լիազորություններն էլ ունենք եւ կարող ենք դա կանխել, բայց առ այսօր ես նման ահազանգ որևէ տեղից, որևէ մի դպրոցից կամ ինքս իմ այցելությունների ժամանակ չեմ տեսել, որ որևէ միտեղ կրոնի ուսուցիչին, հայ եկեղեցու պատմության ուսուցիչ-ուսուցչուհին լինեն աղանդավոր։ Շնորհակալություն Սրբազան հայր, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Այո։ Մի հարց կարելի է։ Խնդրեմ համեցեք։ Կարելի է աստվածային սեր համարելան երևույթը, երբ մարդ սիրում է 1000 հոգու եւ չի սիրում գոնե մեկին։ Շնորհակալություն։ Ինչ է նշանակում սիրել 1000 հոգու, բայց գոնե մեկի։ Եթե գոնե մեկին չի սիրում, ինչպես կարող է սիրել 1000 հոգու։ Այսինքն հարցը թերևս վերաբերում է թե 1000 հոգու սիրում է, բայց այս մարդուն չի սիրում։ Երևի այս կոնտեքստի մեջ էր ավելի հարցը։ Դե սիրելու, ասում եմ, այդ հասկացողությունը պետք է լինի։ Այդ մարդը պատրաստ է 1000 հոգու նվիրվել եւ 1000 հոգու համար իր կյանքը տալ եւ 1000 հոգու համար զոհաբերվել։ Եթե պատրաստ է 1000 հոգու համար զոհաբերվելու, ուրեմն պատրաստ կլինի նաև այդ մեկ հոգու համար զոհաբերվելու։ Ուրեմն սա այստեղ դարձյալ հարցի մեջ երևում է այն, որ մենք շփոթում ենք դարձյալ աստվածային սերը մարդկային սիրուց։ Այսինքն աստվածային սերը դա քանակի մեջ չէ, 1000 հոգու ենք սիրում կամ 1500 հոգու ենք սիրում։ Հարցը այն է, որ նրան, ում որ սիրում ենք, ինչպես ենք սիրում։ Մեզ համար, մեր սեփական անձի համար, թե իր համար ենք սիրում։ Սա է ամենահիմնական մոտեցումը աստվածային սիրո, որովհետև դա ասում եմ մեր մեծամասնությունը, մեր ժողովրդի մեծամասնությունը, մանավանդ այսօրվա երիտասարդները սիրահարվում են, սիրում են, սեր են խոստովանում եւ այլն, բոլորը իրենց սեփական անձի համար, ոչ թե դիմացինի համար։ Բայց եթե դու սիրում ես մեկին, հենց ձեր ասած սիրով, բայց դիմացինը քեզ չի սիրում, իմաստը որն է այդ սիրելու։ Դե բնականաբար ինչով դու կարող ես օգնել կամ փրկել դրան։ Փրկել, գիտեք ինչ, ամեն հիմա դարձյալ մոդենում ենք խնդիրը միայն վերածում ենք այսպես տղամարդ-կին հարաբերության։ Սերը միայն տղամարդ-կին չէ, ինչու պետք է դիմացինը քեզ սիրի։ Հիմա Քրիստոս, երբ որ խաչ բարձրացավ, իրեն խաչողները իրեն սիրում էին, ոչ, ինքն էր սիրում իրեն խաչողներին եւ ասեց հայր ներիր նրանց, որովհետեւ չգիտեն ինչ են գործում։ Սա է սերը։ Ուրեմն սերը չի փնտրում դիմաց ինչ-որ մի բան։ Չես սիրում այսինչ անձնավորությանը, որովհետեւ նայել քեզ սիրի։ Այս փոխադարձության զգացմունքը չպետք է լինի։ Եթե փոխադարձ է սերը, շատ ավելի լավ, շատ ավելի առատ, շատ ավելի օրհնապեր, բայց երբ սիրող մարդը չպետք է փնտրի այդ փոխադարձությունը։ Եթե ինքը սիրում է հանուն այդ մարդու, բնականաբար իրեն համար կարևոր չի այդ մարդը իրեն սիրում է կամ։ Հա, այս դեպքում 1000 հոգու էլ ինքը կարող է սիրի, չէ՞։ Անշուշտ 1000 հոգու բոլորին էլ պիտի սիրի, բայց եթե 1000 հոգու սիրում է, իսկ մի հոգու չի սիրում, սա նշանակում է, որ կամ ինքը կեղծավոր է, կամ նշանակում է այդ մեկը սատանայի որդի է, որ իրեն չի սիրում։ Ուրեմն այս պետք է այս մոտեցումը ունենալ։ Հիմա ես չգիտեմ պարագան, որբեսի որոշեմ թե որ դեպքն է սա։ Եթե ուրեմն մարդ 1000 հոգու սիրում է եւ մի հոգու չի կարողանում սիրել, սա նշանակում է կեղծավոր է։ Դա նշանակում է կեղծավոր է։ Ուրեմն 1000 հոգու նկատմամբ սերը ձևացնող, թվացող սեր է եւ որ չի կարողանում մի հոգու սիրել։ Իսկ եթե մի հոգու չի սիրում, դա նշանակում է ուրեմն այդ իրոք չի սիրում եւ չսիրելու արժանի է այդ մի հոգին, ուրեմն դա նշանակում է սատանայի որդի է կամ ինքը սատանան է։ Բնականաբար, երբ որ ասվում է Ավետարանի մեջ սիրիր թշնամուց, սա չի նշանակում սիրիր սատանային։ Ուրեմն մեր ամենամեծ սատանան, չէ՞, մեր ամենամեծ թշնամին սատանան է, բայց չի վերաբերում սիրիր թշնամունը, չի նշանակում սիրիր սատանային։ Սիրիր քո թշնամուն նշանակում է սիրիր նրան, ով որ քեզ չի սիրում։ Թշնամի հասկացողությունը սա է։ Եվ եթե սա կարողանում ենք հաղթահարել եւ կարողանում ենք սիրել նրան, ով որ մեզ չի սիրում, սա է աստվածային սերը։
Շնորհակալություն Սրբազան հայր, ունենք եւս մեկ հեռախոսազանգ եւ հավանաբար այսօրվա մեր հաղորդման վերջին հեռախոսազանգը։ Ալո։ Ալո։ Այո։ Այո, Բարև ձեզ։ Սրբազան միացած տալու։ Ընդհանրապես։ Օրենքով արկելված է հոգևորությունը։ Բայց կոնկրետ չկա օրենքի մեջ թե առհասարակ թե ով պայքա է հոգևորությունը։ Ինչ կա։ Շնորհակալություն։ Հոգևորության դեմ պետք է պայքարի ամեն մի անհատ։ Ամեն մի մարդ պարտավոր է իր իրավունքները եւ իր պարտականությունները իմանալով հոգևորության դեմ պայքարել։ Եվ նաեւ բնականաբար այն եկեղեցին, որի անդամ է այդ անձնավորությունը պարտավոր է պայքարել այդ հոգևորության դեմ։ Հիմա եթե որևէ մեկը ձեր դուռը բախում է, մտնում է ներս, փորձում է ձեզ համոզել, տարհամոզել, իր հավատքին դարձնել, այսինքն քո ձեր հոգին որսալ, նշանակում է, որ նա օրենքը խախտում է եւ դուք կարող եք նրան դուրս վդարել ձեր տնից եւ թույլ չտալ, որ նա հոգեվորսությամբ զբաղվի։ Այսինքն ամեն մի անհատի հարցն է այդ պայքարը։ Եվ եթե այդ անհատը ինքը չի կարողանում պայքարել, ուրեմն պիտի ահազանգի իր, այսպես ասած, եկեղեցուն, եկեղեցական կառույցին, ասելով, որ այսինչ օր, այսինչ ժամ, այսինչ ազնվորությունը եկավ ինձ մոտ, փորձեց այս օրենքը խախտեց, որովհետեւ կարողանանք օրենքով խախտումը, օրենքի կանխել օրենքով եւ ոչ թե ասեկոսեների խոսակցության զրույցների հիման վրա։ Հոգեվորսությունը սա է նշանակում, որ որևէ մեկը իրավունք չունի մեկ ուրիշին, որը ուրիշ հավատքի է, գնալ, փորձել, կաշառելով, զոռով, ինչ իմանամ, տարբեր ձևերով փորձել դարձնել իր հավատքին։ Օրինակի համար սա մեզ էլ է վերաբերում։ Այսինքն հայ եկեղեցականը իրավունք չունի գնալ մտնել Արագածի շրջանի եզդիական համայնքները եւ այնտեղ փորձել քրիստոնեություն տարածել բռնությամբ կամ համոզելով կամ չգիտեմ ինչպես։ Սա էլ է նշանակում հոգեվորսություն։ Նշանակում որ հայ եկեղեցական չի կարող ասորական գյուղերը մտնել կամ ռուսական մալականների գյուղը մտնել եւ քարոզել իր հավատքը եւ ստիպել որպեսզի ընդունեն իրենց հավատքը, սա էլ է հոգեվորսություն։ Հետևաբար հոգեվորսությունը միայն մնացածներին չի վերաբերում, մեզ էլ է վերաբերում հստակ պարագաների դեպքում եւ այդ ժամանակ յուրաքանչյուր անհատ պարտավոր է պատնեշ դնելու այդ հոգեվորսի դիմաց, ասելով, որ գիտես, ինչ դու խախտում ես օրենքը։ Եվ ես որպես մարդ պարտավոր եմ եւ իրավունք ունեմ բողոքելու օրենքի առաջ եւ քեզ պատասխանատվության ենթարկելու։ Հետևաբար սրա դեմ պայքարը յուրաքանչյուր անհատի հարց է, բայց մյուս կողմից մարդկային ազատությամբ նաև, եթե ես տրամադիր եմ լսելու դիմացինիս, անկախ այն բանից, դա Եհովայի վկա է, մորմոն է, չգիտեմ ինչ է, ես պատրաստ եմ իրեն լսելու եւ իր ճշմարտությունը ընդունելու, նշանակում է, որ դա հոգեվորսություն չի արդեն, ես տրամադիր եմ այդ բանը անելու։ Իսկ եթե ես տրամադիր չեմ եւ դուրը փակում եմ նրա առաջ եւ նա լուսամուտից է մտնում, բնականաբար այստեղ արդեն ես պարտավոր եմ իմ իրավունքը պաշտպանել օրենքով։ Հետևաբար եւ եկեղեցին եւ անհատը յուրաքանչյուր իր տեղում եւ իր դիրքում պետք է պայքարի հոգեվորսություն այդ երևույթի դեմ։ Շնորհակալություն Սրբազան հայր, այսօրվա հարցերին պատասխանելու համար, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն նաև ձեզ ուշադրության, ինչպես նաև մասնակցության համար։ Ես ներողություն եմ խնդրում այն հեռուստադիտողներից, ում հեռախոսազանգերը այլևս այսօր չենք հասցնի ընդունել։ Հիշեցնեմ, որ մեր հաջորդ հաղորդումը կլինի 2 շաբաթ անց ցայգի ուղիղ եթերում նույն ժամին։ Մինչ նոր հանդիպում եթերում, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան ձեզ։